Բարի երեկո, սիրելիներս, բարի երեկո, սիրելի արարչացան հաղորդաշարը, ուրեմն այս շաբաթ մենք խոսելու ենք շատ կարևոր թեմայի մասին եկեցվո, մեր հայ արագելական սուրբ եկեցվո ռեֆորմի մասին։ Արդյոք մենք ճիշտ ընթացքի մեջ ենք այսօր, թե մենք արդեն ճանապարհի սկիզբից արդեն շեղված ենք կամ այդ բոլորի մասին ուզում եմ անդրադառնալ իրազեկ բայել մեր հայ ժողովուրդը հայ արևելական եկեցվո զավակները եւ բոլոր նրանք որ այսօր բայկարում են հանուն սրբաբիղծ Գդիչ Ներսիսյանի դուրսբերման եւ ունենալու համար սրբագիած աստվածահաճո կաթողիկոս Սկսում ենք դերունական աղոթքով, անհոր եւ որդվո եւ օգվին սրբո, ամեն, հայր մեր որգիս օրյալ մեր դեր Հիսուս Քրիստոս, ամեն, հայր մեր որգին սուրբ եղեցի անուն քո, եղեսի արքայություն քո, եղեցին գամ քո, որպես սերգին սևերգրի, ըսհաց մեր անաբազոր դուր մեզ այսօր, եւ թող մեզ բարդիս մեր, որպես սև մեկ տոնք մերոց բարդաբանած, եւ մի դանիր դերս մեզի փորձություն, այլ պրգյա մեզ իչար է, Զիկոյ է արկայություն և զորություն և պարկ և ավիդյանս հավիդենից ամեն։ Ով եգնար բաշտելի այր, խնդրում եմ տուն առաջնորդես այս շարժումը, մեր ժողովրդին և մեր հոգևորականության ապաշխարության հոգի դուս, իմաստնավորի մեր հոգևորականության, իմաստության հոգի տաս իրենց, որպեսզի ճիշտ կայլերով առաջ տանեն, առաջնորդեն, մեր սուրբ հայ արագելական եկեղեցին։ Ուրեմն սիրելիներս հարցը ինչումն է։ Բարի եկաք դուք Անժելա Ռշտունի, Արթուր Սուբոյան, Կնկուշ Կարլոսի եւ այլն։ Բոլոր բարի եկել իմ եթեր։ Ուրեմն ես բայկարին, գիտեք Ժողովուրդ ջան, ես իսկ իսպից դարիները ի վեր Գդիչ Ներսիսյանի դեմ անթուլ բայկար եմ դարել եւ ինչ որ ասել էի բոլորը դուրս եկան իրականություն թե Գդիչ Ներսիսյանի դեմ մեր հոգեվորականության դեմ Այկեշադի եկեղեցում Արտակ Սրբազանը զնգաչոք խոստովանություն արեց որ ով դեր մենք հավատարմորեն չծառայեցինք քո եկեղեցում Մենք հավատարմորեն չծառայեցինք, ավասիկ, մեր հոգևորականների արքեպիսկոպոսները խոստովանում են իրանց անհավատարմությունը, անհավատարիմորեն ծառայելու փաստը։ Լավ է որ խոստովանում են, բայց խոստովանելը չի երիկում, իրենք պետք է ապաշխարեն բոլորովին նոր ուղղություն ստանան որտեղ Քրիստոս գալիս է, ժողովուրդ ջան, ինչպես ասեցի, Իսրայելի երկնքում դրեշտակը քոռում է, թագավորը գալիս է, արտացեք, թագավորը գալիս է, արտացեք, թագավորը գալիս է, արտացեք։ Ուրեմն մենք արդեն շատ ըսկայուն փուլի մեջ ենք մտել, ժողովուրդ ջան։ Մենք առ ժամանակ չունենք այլևս։ Այլ հին ռեսետաներով, հին միտքերով, հին պտած կաղապարներով մենք չենք կարող առաջնորդել, ռեֆորմ անել այսօր հայ արագելական եկեղեցու։ Այսօր 15 օրը ես նամակ եմ գրել Սրբազան Գջոյանին, Երևանի թեմի առաջնորդ, Առադյան թեմի առաջնորդին եւ մինչ օրս չի պատասխանել։ Շատ դարօրինակ անպատասխանադու ուրեմն գիտեք ինչ է, ասենց մի բան կա։ Այս գույրին չի կարող առաջնորդել սիրելիներս։ Այսօր եթե Աստված ուղարկել է Բողոս Ավակարայքյալ Հայկազունին, եթե Արարիչ ուղարկել է իր Թորանը, եթե ուղարկել է իշխանավետ Ալուց Մեհերին Հայաստան, այդ հենց ռեֆորմի, հայաստանյան ռեֆորմի համար, եկեղեցական ռեֆորմի համար եւ ամբողջ Հայաստանի ռեֆորմի համար, հոգեվոր ապաշխարության համար, հոգեվոր արթնության համար, հարգելիներս։ Հիմա ես դասը եպիսկոպոսներուն հետեւյալ գոչ եմ անում Դուք ուր եք քնում, Աստված օրհնի ձեզ գրիկ ալ, լավ գլեր որ իսկան անովդ ներկանայր, Աստված օրհնի ձեզ,
Բարի օրնալ երեգո անշելարուշտնի կեզ սպան արեցինք, բարի կալուստ մաղթեցինք։ Ուրեմն, սիրելիներս, սիրելի հարկարժան 10 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ, դուք լավ եք անում, այս շարժումը ձեր գոչին ես անսալով ներկա գտնվեցի, բայց մթնոլորդից են ինձ տվում է, չգիտեմ, ոնց որ չեք բանանում, այսինքն դուք ուր եք գնում առանց ձեր երկից ուղարկված առաքյալի։ Շատ տարօրինակ, ես ցանկություն ունեմ մոտ աբակայում հաջորդ անգամի մենք լինենք միասին 10 արքեպիսկոպոսները եւ դուք իրավունք չունեիք ձեր թիմումը ներկայացնել առանց նաեւ ձեր առաքյալի ավակ առաքյալ, բոս ավակ առաքյալ հայկազունի ստորագրության։ Այսինքն այսօր դուք եթե ուզում ենք մենք վերափոխել հայ-արաքելական մեր սուրբ եկեղեցին, դա հնարավոր չէ անել առանց Աստծո, չէ, համաձայն ենք ժողովուրդ, հնարավոր չէ անել առանց Աստծո Թորանը, հնարավոր չէ անել առանց Քրիստոսին, համաձայն ենք, ուրեմն հնարավոր չէ անել առանց Քրիստոսի ուղարկած առաքյալի։ Ինքնակլուխ բաներ չանեք, գույրը գույրին չի կարա առաջնորդել, բան չկա, մարդկային է, ամարդ կսխալվի, 10 արքեպիսկոպոսների մեջ հազվագյուտ ես կարամ նշել Վասկեն Սրբազան, Վասկեն Միրզախանյանին, արքեպիսկոպոս Վասկեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, որ բացառություն է, գամսենք մի քանի օքի ներկանադենց, բայց մնացածը բոլորը ունեն իրենց բաց թողումները, իրենց սխալները, ավելին չասելու համար։ Սիրելի արքեպիսկոպոսներ, գույրը գույրին չի կարա առաջնորդել, ինչպես ասում է Աստվածաշունչ Մատյանը։ Ուրեմն, բարի եղեք, ուրեմն առանց բոս առաքյալի այլևս քայլեր ձեր չնետել։ Ես ցավում եմ, որ Գջոյանը 15 օրը նամակը չի ստացել, ինչ հանգամանքներով, դա մուտք կա, այդտեղ, բայց դա ինչ որ բան է, Աստված ուզում է ռեֆորմա արվի իմ նաև դերակատարությամբ։ Հայ արաքելական եկեղեցին ռեֆորմացվի նաև իմ բոս հավաքարակցեր խոնարհձար բոս հավաքարակելագազունի դերակատարությամբ։ Այդպես որ ինքնակլուխ քայլերի չկնակ, որ չծախողվեք։ Եթե մենք կաթողիկոսի տամենը անուն պիտի փոխենք, չարժի ես բոլոր բայկարը, ես օգնությունը, քնացի երեք ես մտա բաներու մեջ մտա, անտիմատիրներու կողմնալ քնացի, հայոյանքներ, փաներ, էսենց անել իմ հասեին եւ այլն։ Մեգոման զովեցի, Հիսուս բերքի մեջ մտա զովեցի իրեն, որտեղ շատ համահանեց, փորձում եմ բացատրել, որ ես ասեցի, որ ես Աստծո հրամանով եմ այստեղ։ Ես Աստծո հրամանով եմ իսկապես 3 գնացել էի Սուպատոր Էջմիածին։ Եվ ընդհանրապես բոլոր ծերնակներին, այս 9-րդ պատարակն է համակարգվում է Գդիժներ Սիսյանի դեմ, ես 9-ից կոնե 7-ը կամուտը գնացել, մեն առաջին, մեկը առաջինը, մեկը առաջինը կամ երկրորդի երկուսին չեմ կարացել գնացել, ինչ պատճառներով, մնացած բոլոր պատարակներին կներկա գտնվել եմ։ Հիմա կմնա բարդավորեք, սիրելի արքեպիսկոպոս հայրեր, ներգրավել, ընդունել իվերուստ հայրը որ Աստծո կողմից արաքված բոս հավաքարակյալ հայկազունի, որբեսի չսայթակեք, չդաբալվեք հետո։ Ես եկել եմ դերակատարության համար, չեմ եկել թիդելու թիդորտի թերում։ Չեմ եկել, իչաս բան է, երկրորդական կոմպարեսի թերի մեջ մտնելու համար, եկել եմ դերակատարության համար։ Խնդիր կա, կապտվեք Քրիստոսի հայր եւ որդի Աստծո հետ։ Ես թույլ չեմ դար ցեզի ինձ
տնեք կոմպարեսի դողի տերի մեջ։ Ես դրա համար չէ եկել եմ Հայաստան։ Խոսքը պատկանում է նաև բոլորին։ Շատ զարմանալի բան է, մարդիկ այսօր լացում են, առաքյալ են ուզում ուրիշ ասկերը, Աստված ուղարկել է իր թորանը, այդալ ավակ առաքյալ, որ աշխարհում չկա, ավակ առաքյալ գոյություն չունի ուրիշ, ինձանից սա։ Ուղղակի զարմանում ես, չգիտեմ, խորը ապաշխարության գարիք ունեք դուք։ Նախ ռեֆորմ անելուց հետ հավաքվեք դասով, սրտանց ապաշխարեք, խոր ապաշխարություն ունեք, նոր ելեք ռեֆորմի։ Որպես է Աստծո առաջնորդությամբ լինի, սիրելի arczepiskopos-ներ ամեն ինչ։ Հիմքերը շատ հին են մեր եկեղեցու եւ այդ հինը չի նշանակում, որ ճիշտ է։ Օրինակ տամ ցեզի։ Քրիստոսի եկեղեցին ղեկավարվել է կանանց եւ տղամարդկանց կողմը։ Հավասարին եկիներ մեծ տեր ունեցել են։ Ժունա առաքյալ ամենափայլուն առաքյալներից մեկը գին է, ժունի առաքյալը Սպասությունում իր դունը եւ նույնիսկ փորձեն անունը փոխել ժունիաս տների պետք է դրամարտա շատ խաղեր է տեղի ունեցել են Մարիա Մագդաղենացին առաքյալների առաքյալը ուրեմն 364-ին միան Լավդիսեի ես ժողովին գեվ 451 Կալցեդոնյան Եկեղեցական ժողովին է, որ կանանց տերը դուրս բերվեցավ, այսինքն լիդերշիպը, կանանց լիդերշիպը արգելեցին, դուրս բերեցին մեր Քրիստոսի դիեզերական եկեղեցուց։ Քրիստոսի եկեղեցի մեջը կանայք ունեցել են լիդերշիպի տեր։ Քրիստոս Աստվածորդի Հարմար է դեսել, ճիշտ է դեսել, որ գիներք նաև կանայք լինեն առաքյալներ, եպիսկոպոսներ, հովիվներ, սարգսակներ եւ իրենք ծառայեն։ Բայց եկեղեցական հայրերը հետո ինքնակլուխ առանց դերոջը կամքը հարցնելու դուրս են բերեն կանանց լիդերշիպ։ Ես օրինակ մնեմ դալի։ Ուրեմն ինչ որ հինուց եկել է, դա ճիշտ չի։ Ավելին ասեմ, այսօր բոլորս կասոր կախնիկ մը չէ, որ Քրիստոս նաև Մարիա Մագդաղենացի իր գինն է եղել եւ ինքը ունի երեխաներ, այսօր ունի թորներ ունի նակ Ֆրանսիայում Մարիա Մագդաղենացի ուտե փախավ Ֆրանսիա, երբ հալազանքը սկսավ Քրիստոսի խաչելությունից հետո ինքը փախավ Ֆրանսիա։ Մեկ երեխա ուներ եւ բղիացել էր մի աղջիկը բանով հղիացավ եւ ինքը ուրեմն ունի զորներ Ֆրանսիայում դա այսօր եւ Եվրոպայի տարածքում այս մարտիկը մեծ դարձում բարդարություն են տեսնում հրաբարակ իջնելու համար նույնպես Էթիոպիական եկեղեցին կապված է ինչով է կապված Քրիստոսի այդ պարոմը, որ մեներիկ թակավորը, ուրեմն Սաբայի թակուին, որ գնաց այցելեց Սողոմոն թակավորին, ուրեմն ինքը հղիացավ Սողոմոն թակավորին մեներիկով, մեներիկը դարձավ Սաբա, Էթիոպիայի հաջորդ թակավորը։ Մինչև համաշխարհային առաջի պատերազմը ուրեմն Սողոմոնի ցեղն էր, որ իշխում էր Էթիոպիայի վրա։ Հիմա յություբացիներն ալ եւ դա այս խոսքը գրվել է Պսալմոս 68:31-ում Էթիոպիացիների մասին, նրանց թերակատարության մասին։ Վերջի օրերում Էթիոպիացիները պատրաստվում են, Քրիստոսի ձորները պատրաստվում են, հրյաները պատրաստվում են, չգիտեմ Ավետարանչական եկեղեցիները պատրաստվում են միակ քննած ազգը այսօր հայ ազգան ժողովուրդան։ Ես ցավացնելու համար չեմ ասում, իրականությունն եմ ասում ժողովուրդան։ Ինձ վերջի չասեք ինչու չասեցիր։
Չասես ինչ արակյալ մեզ չի դեղեկացրի, լավասիկ դեղեկացնում եմ։ Այսօր Արարչի թոր Հայաստանը քննած է։ Հոն ուր Քրիստոս վերադառնալու է, աշխարհի վերջը մոտ է, ժողովուրդ։ Խելքի հաշեցեք, այսօր բաները, արքեպիսկոպոսները լացում են իրենց մեղքերով իրենց հավատարմորեն չեն ծառայել հայ առաքելական եկեղեցվո։ Մի բավոր դարիներ ես ասում էի, ոմանք չէին հավատում ինձ։ Այսօր մարդիկը զնգաչոք արդեն խոստովանում են։ Այս գերայորը իմ աղանչովս լսեցի այկեշադում արդակ սրբազանի խոստովանանքը, զնգաչոք։ Զնգել էր Վասկեն Սրբազան Միրզախանյանի առաջ, որ չեզ ասեմ։ Վիդեոները կան, բոլորնալ ովքեր հետևում են նայեցան, դեսան այդ բոլորը։ Հիմա մենք ինչ ենք անելու։ Սպասում ենք 15 օրը Գջոյանը նամակ ստացել, յալին չի ստացել, Արաքյալին չի կարողանում ընդունել։ Ում ենք սպասելու։ Գիրայոր, ովքեր չեն աբաշխարած, երենց դադիկա արդեն երտան, մի աբաշխարած եկեղեցի, աբաշխար է։ Խնդրում եմ, աղաչելով խնդրում եմ, և խնդրելով աղաչում եմ չես, բաղադում եմ չես, որտև չես սիրում եմ, չես համար եմ եկել աշխար, ես։ Ամբողջ տարաբանքներով, ամբողջ բաներով, մեծ տարաբանքներ, այսօր մերժումներ, ինչա բուզում ես։ Հələ որ ես մերժում հələ ես նգադի չեմ անում, միջև որ 10 արքեպիսկոպոսների գեցվածքը։ Այդեղ պիտի հստակացվի, սիրելիներս, նոր կաթողիկոսը ընդունում է Աստծո առաքյալը, թե ոչ։ Եթե չի ընդունում, էդի չի առաքյալ չի համարվում, էդի սատանայի առաքյալն է։ Ներողություն, սատանայի կաթողիկոսն է էդիկա։ Պետք է հստակացվի կարգավիճակը Պողոս Ավակ առաքյալ Հայգազոնին ռեֆորմից մեջ հետ կդրիչ հստակացվի իր ստատուսը, Պողոս առաքյալի ստատուսը պետք է որ հստակացվի, շատ հստակ։ Հայ առաքելական եկեղեցու մեջ եւ ինքը պետք է ունենա գահ, որ Գերագոր նստի օրինակ Սուրբ Կիրկոլ Սավուրիչ է եղել իմ եկեղեցին, այդտեղ պետք է դրվի գահ, որ ես կարողանամ կալ այդտեղ նստեմ։ Ես պարտավոր չէ, որպես ավակ առաքյալ ժողովրդի, ես ժողովրդի շատ եմ սիրում արկում, սխալ չհասկանանք ժողովուրդ ջան։ Բայց կան այսօր եկեղեցական օրենքներ։ Ավակ առաքյալը պետք է նստի գահի վրա։ Ուրեմն ոչ եմ անում 10 արքեպիսկոպոսներին իմաստության, սիրո եղբայրության կոչ, որ անպայման հանդիպեն իմ հետ եւ այդ հարցերը լուծեն։ Հաղթանակը պատկանում է ժողովուրդ ջան Աստծո զավակներին, ովքեր Աստծո զավակներն հասկանում են ինձ։ Անժել Լարիշտունը նա հասկանում է։ Աբաշխարեցեք ժողովուրդ ջան, մի սպասեք, արդեն շատ ուշ է, որտեղ ես տեսնում եմ ժողովուրդ ջան, որ մի բան ինչի գույրը չի կարող առաջնորդել։ Եվ սրանք դադամսում են, որտեղ ավակ առաքյալը բնականաբար բագոնով ավելի շատ բարձր կան արքեպիսկոպոսը, դրա համար չգիտեմ ես իրենց կեցվածքը ոնց կլինի ժողովուրդ ջան։ Աղոթենք ով դեր, աղոթենք որ Աստված իրենց իմաստություն տա, եղբայրական սերը արտացնի իրանց մեջ, եւ մենք եղբայրորեն հանդիպում անունանք եւ ամեն ինչ որոշվի։ Անի Դոդիկյան հիվանդ չկա այստեղ, գա այստեղ Քրիստոսի առաքյալը եւ Արարչի թորը գա, հիվանդը կարծում եմ դուն ես, եւ ասի իմ երգիրն է, ես այս երգիրը հիմնադիրներից մեկը եղել եմ, իշխանապետ Արուց մեր Սանասարի։ Իսկ եթե ցանկանում ես դու գալաս Սիկտիրելար եւ Հայաստանից կնալ։ Իմ բանից չհայտնվես, էկրանից չհայտնվես։ Մեկը քեզ չի հրավիրել։ Քեզպես փտածում որ սրբաբիղծ մնես պաշտպանում տուն ընդամենը։ Աղոթքով ժողովուրդ ջան այսօրվա համար ես այս կանը ցեզ ուզում էի հաղորդակից դառնալ
աղոթքով ուրեմն ավարտենք Բաշտելի եկնավոր հայր Պիրպաշտանագալպինի գրբակություն կես բաշտելի հայր Կշնորհի դարաճ կտեմ իմ հայոց աշխարհը, Հայաստան աշխարհը, մեր Հայաստանցի ժողովուրդը, մեր հայերը, Սպիրկով Հայաստանով, Արցախով, դու իրենց այցելես բաշտերի հայր, ինչպես այսօր մուսուլմաններին ես այցել, դարձի ես սպերու, դասնեք հայրավոր հազարներով, այդպես այցելես հայոց աշխարհը, իրենց աչքերը բացես բաշտելի հայր, իրենց այդ քողը ընկնի իրենց աչքերն եւ սկսին հոգեոր աչքերով տեսնել իրադարձությունները, իրականությունները, իրենց Աբաշխարության կանչես բաշտելի հայր, Հիսուս ճանվագի խնդրեմ, կաղաչեմ քեզ հայր, Էսի առաջի երկի ժողովուրդը, առաջի երկիրն է այստեղ ամենաառաջի ինքն է պետք է որ մեր հաստ է որ պետք է աբաշխարի զնգաճով Արդակ Սրբազանը օրինակ դվավ արդեն բոլորս պիտի աբաշխարեն եւ ասկովին եւ մանավանդ Անիդ Դոնիկյանները որոնք հոգեպես գույր են եւ չեն տեսնում քո արաքյալին տեսնում են Սրբաբիղծ Գդիչ Ներսիսյանի որի դու ինձ ասել ես պետք է կաթողիկոսը փոխվի Բաշտելի հայր Ոայք խնդրեմ այս գործը որ դու սկսար քո arczepiskopոսների միջոցով դու այցելես իրենց առաջնորդես սաստես որ իմ արաքյալն ունի գլխավոր դերակատարություն դա ծեր հոգևոր գլուխն է հոգևոր եւ ռազմաքաղաքական Հիսուսյանով կխնդրեմ հայր ճուշացնես քո այցը մեր arczepiskopոսներին որպես իրենց առաջնորդես իմաստության հոգի դաս բարձրացնես որպես կարողանանք այս բարեփոխում այս ռեֆորմը եկեղեցական ռեֆորմը քո կամքի համաձայն եւ քո ցանկացած կաթողիկոսը arczepiskopոսը տնեն կաթողիկոս Հիսուսյանով խնդրեցի քեզ անձով հայր ամեն գնացեք սիրելի ժողովուրդ խաղաղությամբ անհոր եւ որդվո եւ օգվին սրբո ամեն Սիրում եմ ձեզ Քրիստոսի սիրով